Տեսեք, Մոսկվան բավականին զգուշավոր է, դրա համար ասենք այնուամենայնիվ Մոսկվան չի կարողանում առաջին դեմքի, երկրորդ դեմքի կամ անգամ քարոզիչների առաջին շուրթերով այլևս չի խոսում Հայաստանի իշխանությունների դեմ, որովհետև հասկանում է, որ կարող է ինքը հայտնվի ավելի տգեղ վիճակում, քան 21 թվականին։ Երբ այն ժամանակ Արամ Գաբրիելյաններով, Մարգարիտա Սիմոնյաններով, Սեմյոն Բաղդասարովներով, ամբողջ այս Տիգրան Քյոսայաններով ամբողջությամբ հարձակվել էին Հայաստանի վրա, Մարգարիտա Սիմոնյան նույնիսկ բաց կոչեր էր անում հավաքվել Հայաստանի Հանրապետության հրապարակում տապալել իշխանությանը, հիշեք նրա այդ կոչերը։ Անգամ անձամբ Նիկոլ Փաշինյանին սպանելու կոչեր էին անում։ Դա դե եմ ասում, նա անձամբ նույնիսկ միտինգին մասնակցելու կոչ է արել, չունենալով դրա իրավունքը Մարգարիտա Սիմոնյանը, որ եկեք հայեր, հավաքվեք Հանրապետության հրապարակում տապալեք իշխանությանը, այդպիսի կոչեր է արել։ Հիմա անգամ դրանից են ձերբավն, որտեղ այն ժամանակ հավատացել են Ռոբերտ Քոչարյանի օգտին կեղծեկուցագրերին, որ նա հաղթում է եւ պետքա մեր կողմից մեր վճռական աջակցությունը խնդիրը լուծելու համար։